Լաուրա Զաքարյանին հիվանդանոց են տեղափոխել մարտի 18-ին ցուցարարների եւ ոստիկանների միջև սկսված հրմշտոցից հետո։ Հացբերողի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նա կոտրել է ուսը։ Զրահապատ ֆիլմերում որ ցույց են տալի, այդ կարգի ձեռքերը բռնած, հագուստները մի ուրիշ գույնի էր, մի քիչ մուկոտ էր ավելի ու հու անելով սկսեցին արդեն ժողովրդին տարբեր ուղղություններով հրմշտոցներ։ Ու ես արդեն թիկունքի վրա գնացի, այդ ընթացքում այսպես ոստիկաններին նայելով բան, ձեռքս օգնության կարգի մեկնելով, ասի ընկնում եմ եւ հենց այդ թեկության վրա, որովհետեւ ուրիշ կերպ չի կարող։ Մի ոտքի վրա արդեն գերակշռող մասը աջ կողմն էր, այդպես էլ ընկա։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող կինը ցույց է տալիս իր ձեռնոցները։ Իմ ձեռնոցների վրա կտեսնեք հետքերը, ոտքերի, երեսի վրա։ Լաուրա Զաքարյանը անձամբ չի ճանաչել Արթուր Սարգսյանին։ 60-ամյա կինը իր պարտքն է համարում մասնակցել քաղաքացիական ակցիաներին։ Չնայած դեռ ցավեր ունի, բայց նաև իր պարտքն է համարում գնալ եւ վերջին հրաժեշտը տալ Արթուր Սարգսյանին։ Փարկասույն ոտքերը շարժվում են։ Ցավազրկումը ինձ թույլ է տալիս տեղաշարժվել։ Դեպքի առիթով այսօր հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն։